Առաջինն էր շնորհակալություն բոլոր զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին, իրենց ներկայության համար մեր ողջույնները ու եթերում ազգային կրթության հետևողների համար։ Այսօրվա մեր հանդիպման նպատակը վերնագրում ֆիքսած էր Կագնիր գյուղը մի դատարկիր խորագրով մանրուասուլիսն է, որը կազմակերպել է ազգային կրթության խորհուրդը եւ արդեն Շիրակի մարզում ձևավորված Շիրակի մարզային խորհուրդը։ Ես կներկայացնեմ դեռ փետրվարի 20-ին ազգային կրթության խորհուրդը հանդես եկավ հանրային զեկույցով, որտեղ ներկայացրեց այն տխուր պատկերը, որը հետևանք է լինելու հանրապետությունում 229 դպրոցների փակման, իսկ դրանից հետո սկսվեց որոշակի գործընթաց, մասնավորապես նախարարությունը չգիտես ինչու առաջիկայում փորձեց հերկել, որ այդպիսի գործ չկա, իրենք դպրոցներ չեն փակում, հետագայում քանի որ իրավական պրոցեսը արդեն իրենց կողմից բացահայտվեց, իրենց կողմից կատարվող պրոցեսը մեր կողմից բացահայտվեց, այնուամենայնիվ արդեն կառավարության նիստում ընդունեցին, որ գյուղերում դպրոցները փակելու են եւ ձևակերպեցին, որ ցեղից են գյուղի երեխաներին հանելու եւ տրամաբանությունը ստեղծել այն է, որպեսզի գյուղի ցեղից հանեն երեխային, գյուղն է փակում, որովհետեւ դպրոցի փակումը հստակ է, դպրոցի փակումը միակ դպրոցի փակումը գյուղում դա ենթադրում է ըստ միջնաժամկետ, կարճաժամկետ հեռանկարում գյուղի դատարկում։ Այսօր հանրապետությունում 229 դպրոցներ փակման ենթակա են, համաձայն համապատասխան որոշումների դրանց այլևս չանդրադառնալու։ Եվ այս գործընթացը արտահայտորեն բերելու էր բողոքի ալիք նաև գյուղերում եւ Շիրակի մարզում այդ բողոքի ալիքի հիման վրա ձևավորվեց Շիրակի մարզային խորհուրդ, որի նպատակը այս գործընթացը չեղարկելն է եւ այդ գործընթացը չեղարկելու համար հանրային պրոցեսներ մեկնարկելն են եւ այսօր առաջի հանդիպումն է մարզային խորհուրդը, Շիրակի մարզային խորհուրդը ազգային կրթության խորհրդի հետ նախաձեռնել է հանրագրեր, կոլեկտիվ հանրագրեր, գյուղի բնակիչները կոլեկտիվ հանրագրերի միջոցով դիմում են կառավարությանը գործընթացը չեղարկելու համար։ Մենք սա մեկնարկն է եւ մեկնարկի համար 5 գյուղ են միացել մեզ այս պահին եւ այսօրվա ասուլիսը նպատակ ունի, որպեսզի մեր ուղերձները հասնեն եւ մյուս Շիրակի մարզի մյուս գյուղերին, որտեղ դպրոցները փակում են եւ նաեւ ամբողջ հանրապետության։ Միջակայքից ասեմ, որ այդ արձագանքները կան եւ Շիրակի մարզի տարբեր գյուղերից եւ հանրապետության տարբեր հատվածներից, որ այդ բողոքի ալիքը գեներացվել է։ Ես մի քանի շատ կարճ վիճակագրական տվյալներ բերեմ, թե ինչի մասին է խոսքը եւ ինչ աղետալի հետևանք է սպասում։ Հանրապետությունում 229 դպրոց է փակվում, որից 48-ը Շիրակի մարզում եւ միայն մեկն է գյուղի 43 դպրոցն, որ միակը չէ տվյալ բնակավայրում, այսինքն 47 դպրոց գյուղերի միակ դպրոցներն են փակվում։ Այստեղ բավականին տխուր պատկեր ունենք առանցին համայնքների կտրվածքով, մասնավորապես Ամասիա խոշորացված համայնքում կամ Ամասիա տարածաշրջանում 26 բնակավայր կա, այսօր գործում է Ամասիայում 19 դպրոց, որից 15-ը փակվում է։ Ինչ է ստանում պատկերը ամբողջ Ամասիա տարածաշրջանում նախատեսում է բայել 4 դպրոց։ Ես չգիտեմ ինչ հաշվարկի եւ ինչ տրամաբանության, հատկապես Ամասիան, որը տիպիկ լեռնային եւ ցուրտ բնակլիմայական պայմաններով է առանձնանում, ինչպես է այդ աշակերտների տեղափոխությունը ապահովելու, սրա ուղիղ հետևանքը լինելու է գյուղերի դատարկում։ Այշոցքում եւ Ախուրյանում 11 միակ դպրոցներ են փակվելու, ընդ որում Այշոցքում 19 դպրոց գործող կան, որից 11-ը փակվում են, Ախուրյանում 30%-ը գործող դպրոցների փակվում են, Անիում 7 դպրոց, Արտիկում 4 դպրոց։ Եվ մինչև մեր բանախոսներին խոսքը փոխանցելը, նշեմ, որ մի քանի կեղծ մանիպուլյացիոն թեզեր են շրջանառվում, առաջի թեզը այն է, որ գյուղացիները դժգոհ չեն այս պրոցեսից, շատ լավ է, որովհետև նոր դպրոց է կառուցվում այսպես կոչված կլաստերային դպրոցներ, բայց եւ մեր շփումները եւ
Հիմա կներկայացնեմ նաև մեր բանախոսները, գյուղերում բավականին մեծ դժգոհություն կա, որովհետև հստակ հասկանում են, որ գյուղում դպրոցը փակելը դա ենթադրում է գյուղի դատարկում։ Հաջորդ կեղծ թեզը այն է, որ ավերակ դպրոցներն են փակվում, այդպես չէ։ Բազմաթիվ, ոչ միայն Շիրակի մարզում, այլև ամբողջ հանրապետությունում, բազմաթիվ նորակառույց դպրոցներ են ներառված այս տխրահարճակ ցուցակում, եւ հաջորդ կեղծ թեզը, որը շրջանառվում է, փակում ենք մի քանի հոգանոց դպրոցներ, այդպես չէ, եւ այսօր էլ կներկայացնեն մեր բանախոսները, որ 50-ից ավել աշակերտ ունեցող բազմաթիվ դպրոցներ, մասնավորապես այս ցուցակում է Շիրակի մարզի Բայանդուր բնակավայրի դպրոցը, որը ունի 113 աշակերտ, սահմանամերձ բնակավայրի նույն օրինականի տարածաշրջանում, երբ որ փակում են 7 դպրոց, միակ դպրոցները գյուղերի, դրանցից 4-ը գտնվում են սահմանամերձ բնակավայրում։ Շիրակի մարզային խորհրդից այսօր ներկա են Վարդուհի Ցոլակյանը, Գետկամայքում ինքը ծնող է եւ ակտիվ գործընթացի մեջ ներառված է, Անահիտ Նահապետյանը Մերրաշատ բնակավայրի ամենատարածաշրջանի Մերրաշատ բնակավայրի դպրոցի ուսուցչուհի է եւ մեր Էդգար Մակարյան ազգային կրթության խորհրդի անդամ։ Խնդրեմ երևի Վարդուհուց սկսել համառոտ ներկայացնել, որից հետո ձեր հարցերին արդեն կպատասխանենք։ Շնորհակալություն պարոն։ Ես ավելի շատ կխոսեմ մեկ միֆի մասին, դպրոցներ փակվելու են այն դպրոցները, որոնք ոչ անմխիթար վիճակում են։ Ես Գետք բնակավայրի բնակիչս որպես ծնող կարող եմ ասել, որ Գետքի դպրոցը բավականին նորակառույց է եւ ամուր է ավելի քան որքան նոր դպրոցներ կառուցված շենքերը։ Ինչ առումով, քանի որ ինքը ի սկզբանե կառուցվել է դպրոցը Գետք բնակավայրը չփակվելու եւ երեխաները իրենց սեփական կրթությունը իրենց բնակավայրում ստանալու համար, այն իրականացվել է անհատների եւ անհատի միջոցով, ցավոք նշում եմ, որ դա էլ հաշվի չեն առնում։ Այսինքն վերլուծություն չկա, որպես այդպեսին ինչու է համարվել Գետք բնակավայրի դպրոցը անմխիթար կամ գուցե եւ հաշվի չի առնվել աշակերտների քանակը։ Ինչքան է աշակերտ։ 72 աշակերտ ունենք այս պահին, միտում ունի շատանալու, բազմիցս մենք ծնողներս բողոքի ակցիաներ իրականացրել ենք, ստորագրահավաքներ, անհատ ուսուցիչներ եւ ծնողներ դիմել են համայնքապետարան եւ մարզպետարան իրենց բողոքը բարձրաձայնելու։ Այս մասով կարող եմ ասել, որ նույնիսկ հարցում չի իրականացվել, այսինքն հետազոտություն, որպես այդպեսին կառավարությունը ժողովրդի կարծիք, որպես այդպեսին հաշվի չի առել։ Ինչի մասին նաև կուզեմ բարձրաձայնել, բացի կառույցների մասին խոսելու, կան բնակավայրեր, մեր դպրոցի նման նորակառույց են եւ ծնողները բողոքում են այդ մասով, թեկուզ քիչ, բայց իրենք իրենց բնակավայրում ունենան դպրոց, որը հիմնական միակ աշխատող կառույցն է եւ այդ հիմքով ելնելով ծնողները ասում են, եթե փակվի, մենք կլքենք գյուղը, ավելի շատ հնարավորություններ ունի քաղաքը կամ հարակից բնակավայրը, մենք կգնանք քաղաք, մեր երեխաների ապագան այնտեղ ավելի լավ կկառուցենք։ Այսինքն ուղղակի մասով երիտասարդներին կտրում ենք գյուղի բնակավայրի կրթությունից եւ իր բնորանից տանելով հարակից բնակավայրեր կամ աննվազն քաղաք։ Ապահովության մասով կարող եմ ասել, որպես ծնող 3 անչափահաս երեխաների մայր, այսօր դիմանկստությունը այն է, որ արդյոք կառավարությունը ինչ հիմունքով եւ ինչ որոշումով կկայացնի այն հանգամանքը, որ 3 երեխաների տարբեր դասաժամիներ են ավարտում եւ իրենց դասաժամերը ինչպես է գնալու, որ 3 երեխաները ապահով լինեն հարակից բնակավայրում, ես ինքս աշխատող ծնող եմ եւ ինձ համար բարդ է լինելու տարբեր դասաժամերի, տարբեր երեխաների ստանել բերելու process-ը, այնտեղ կառավարությունը նույնիսկ չի հիմնավորել, թե
տրանսպորտի գումարը տալիս է ծնողներին, որ ծնողները իրականացնեն գնալ-գալու այդ ապահովությունը, թե կառավարությունը ինքն է իր վրա վերցնելու պարտականություն առանցիկ տրանսպորտ տրամադրելու երեխաներին, ովքեր կգնան հարակից տարածքներ։ Ասեմ ավելին, տրանսպորտը որպես երթուղի մեր շուրջ 4 բնակավայր երթուղին շատ ծանրաբեռնված է արդեն իսկ աշխատողներով եւ այսպես ուղղակի այն ծերով չի կարող հասնել, որ ինչպես կարող է շուրջ 72 աշակերտ նույն երթուղիով բարձրանալ հարակից բնակավայր կամ հակառակ ուղղությամբ գալ հասնել իր բնակավայր այն դեպքում, երբ որ արդեն իսկ ծանրաբեռնված է։ Ապահովության առումով նաև կարող եմ ասել, որ տարական դասատուների կամ դասվարների ծնողների հոգսնել է ավելանալու, որովհետև այդ երեխաներին տրանսպորտ նստեցնել եւ տանել բերելը այդ կատաստրոֆիկ ծանրաբեռնվածություն է առաջացնելու։ Եվ մյուս մասով, որպես երեկանչապասների երեխա, կարող եմ ասել, որ թաղամասի հետ այսպես տարաձայնություններ են գյուղի բնակավայրի ուր մնաց հարակից բնակավայրի երեխաների, երիտասարդների կամ ուսուցիչ աշակերտ հարաբերությունների մասին այդ բազմիցս խոսացվող երևույթ է, իմ հայրիկի տարիքի մաշտիկել են այդ մասին խոսել, որ երբեմն տարանջատել են դու հարակից բնակավայրի աշակերտ ես, իր բնակավայրի աշակերտին ավելի բարձր են գնահատել, ավելի տեղ են տվել, քան ասենք թե հարակից բնակավայրի բնակչին։ Եվ երրորդը, որը էլի խնդիր է ինձ համար, երեխաների ուսապարկերի ծանրությունը, որը բազմից անգամ խոսվել է եւ կառավարությանն է բարձրաձայնվել այդ հարցը, բայց ցավոք այդ հարցը, այսպես ասած, օդի մեջ կախված է մնացել, որպես ապագա սերունդ առողջությանը եւ այդ ծանրությունը ամբողջ 12 տարին որպես ծանրություն տանել դպրոց։ Այդ հարցը կարելի է դնել կրթության եւ նախարարության շրջանակներում եւ կարողանալ գոնե այդ հարցը հավուր պատշաճի լուծել։ Երևի այսքանը։